Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Երևանյան վերջին համերգից 1 տարի անց միջազգային մրցույթների դափնեկիր Հայաստանի վաստակավոր արտիստ դաշնակահար Արմեն Բաբախանյանը մենահամերգով դարձյալ հայրենիքում է TM Production-ի նախաձեռնությամբ եւ հրավերով։ Վերջին տարիներին հայտնի դաշնակահարն ապրում եւ աշխատում է Մալազիայում եւ Սինգապուրում, ունի իր ստուդիան, ուր նրա հատուկ դասընթացներին մասնակցելու են գալիս դաշնակահարներ ամբողջ աշխարհից, բայց զուգահեռաբար շարունակում է նաեւ իր գործունեությունը Հայաստանում եւ առ այսօր մեկնարկ տաղանդի զարգացման նպատակային ծրագրի գեղարվեստական ղեկավարն է։ Ներսից ծանոթ լինելով տաղանդավոր երիտասարդների մասնագիտական կրթության խնդիրներին, դարձյալ ընդգծում է ազգային երաժշտարվեստի մեծերի ստեղծագործությունների հանրահռչակման կարևորությունը։ Նոտաները տպվում են, հանձնվում են գրադարաններին եւ գրադարաններում փտում են այդ նոտաները։ Այսինքն ես չեմ կարող ասել, որ գործ չի արվում է նույն նախարարությունը բավականին գումարներ է ծախսում դրա համար, գործը արվում է, բայց հետո դա մնում է ինչ որ, այսինքն ուղղակի դա արված է, բայց մնում է, դա արդեն հավանաբար երաժշտական դպրոցների տնօրենների հարցն է, ուսումնական հաստատությունների ավելի հարց է, որպեսզի իրենք կարողանան իրենց հերթին սա ավելի դարձնել հասանելի երեխաների համար։ TM Production-ի հետ դաշնակահարի գործակցությունն ու բարեկամությունը տարիների պատմություն ունի։ Համատեղ կարևորագույն նախագծերից մեկը հայ դաշնամուրային երաժշտության անթոլոգիայի ստեղծումն էր, որը պետք է ներառեր գրեթե 150 տարվա երաժշտական ժառանգությունը։ Ցավոք նախագիծն ընդհատվել է ֆինանսական խնդիրների պատճառով։ Մենք սկսել ենք այս պրոյեկտը եւ թողարկվել է 5 double CD-ներ, այսինքն իր մեջ ներառում էր ընդհանրապես 60 double CD-ներ, որոնք պետք է ամբողջ մեր պատմական, այսպես սկսած առաջի ստեղծագործություններից, որոնք գրվել են 1850-ական թվականներում, Ջուխանջան, Նիկողայոս Տիգրանյան։ Երևանյան մենահամերգի ծրագրում Արմեն Բաբախանյանն ընդգրկել է իր առավել սիրելի հեղինակների գործերը։ Առաջին բաժնում կնվագի Բեթհովենի, Շոպենի եւ Արնո Բաբաջանյանի ստեղծագործությունները, իսկ երկրորդ բաժնում կհնչի Մուսորսկի, որին ամեն անգամ նորովի է բացահայտում երաժիշտը։ Երկրորդ բաժնում Մուսորսկի պատկերներ ցուցահանդեսից երևի իմ ամենասիրած ստեղծագործություններից մեկն է դաշնամուրային, ինձ ուղղակի ավելի հետաքրքիր դրանով, որ ես ինքս անձամբ զգում եմ, որ ամեն անգամ, երբ որ ես կատարում եմ այդ ստեղծագործությունը, շատ բաներ ես փոխում եմ եւ ամեն անգամ ինձ համար դա որպես նոր ստեղծագործություն է եւ դեռևս բացահայտում եմ այն։ Արմեն Բաբախանյանի հաջորդ համերգաշարը տեղի կունենա Իտալիայում, որտեղ նաեւ ձայնագրելու է Պրոկոֆիևի դաշնամուրային սոնատները։ Այնուհետև դաշնակահարը վարպետության դասերի շարք կանցկացնի Միացյալ Նահանգներում։ Նոնե Ալեքսանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։